Թե ինչ ժողովուրդ ջան, ես հասել եմ, հեսա գնանք գտնեմ այդ տեղը, որտեղ որ այդ միջոցառումը պիտի լինի, բայց արդեն տերիտորիայում եմ, նենց որ կգտնեմ, անչինա, ինչ գեղեցիկ մաքուր, մի քիչ քամի ա, ոչինչ ա, մասերս քշում ա, ոչինչ, էդի տանելի ա, հուսով եմ, որ շատ հետաքրքիր ա լինելու, նենց որ մի քիչ մոռանանք այդ տնական հոգսերից, աշխատանքը, ռեմոնդը, ամեն ինչն է լավ կլինի, ուղղակի պետք է համբերենք, համբերատար եթե մոտենաս ամեն հարցին, իրոք ամեն ինչ լավ ա լինում, սա ստեղ աղջիկերք են հավաքված, կարող ա մեր աղջիկներն են, չգիտեմ, հիմա գնանք, միասին տեսնենք որտեղ ա, հետ է, մեր եկեղեցին, աստվածտապոր մուրազը, գնանք տեսնենք, որ նագապ են։ Ինչպես տեսակ, իսկ թա, արդեն հասել են, չտեղը, Աննա, սիրելիս, պրիետ, ոչինչ, արևս, ես մի փոքր հյուրասիրություն, առնցում չերի, արևս, հենց որ հանդիպեցինք, տվեցինք, շատ լավ ա, նայեք ինչքան գեղեցիկ ա, շատ լավ են կազմակերպել, մամացի, ինչ ա սպասվելու մեզ, ամենալավ բաները։ Ինչ վարիանտներ ունի վերսիպրին, անդրոն ուր 7 միլիոն։ Շուրերը կան հաստանում, շատ հանգարանա, ինչ հա, չնչում, առաջի անգամ եմ ստան ժողովուրդ ջան, ճիշտ ասած առաջի անգամ։ Բոլոր հյուրերին այսպես հրավիրատոմսերը նայեք ժողովուրդ ջան։ Սպասում ենք, հեսա բոլոր աղջիկները կհավաքվեն ու կսկսենք։ Սա իմ ապսես է, խնդրեմ, ամեն մեկին այսենց հրավիրատոմսերով, մալադեց, տանեն ձեզելով ցույց տա, դաշտանոր, երեխաների համար է։ Դուք ես պիտի ձեզ ցույց տամ, թե ինչ անձրև սկսվեց ինձանից հետո, որ ես մտել եմ ներս։ Մի հատ նայեք, էլի։ Մի հատ նայեք։ Մի հատ տեսեք, ձեր տիկին Աժելան ինչ բախտ ունի, լստեղ դայեք, հեղը։ Պատկերացնեք, որ ես մնայի այս անձրևի տակ։ Ինչ էի դառնալու։ Ես լավ կծա ժողովուրդ ջան։ Այստեղ դրսում տնեին ավելի սուրն է, չէ՞։ Մարդուրով։
չեմ կարա եկեղեցի գնամ այս անձրերին։ Ուզեցի մինչև սկսվել է գնամ, ձեր համար մոմեր գնեմ, առողջություն ցանկանամ ձեզ, բայց ոչինչ։ Մեկ ուրիշ անգամ։ Այսպես մոմերը վառվեցին։ Միայն գեղեցկություն եմ տեսնում ու արդեն պատկերացնում եմ ինչ է սպասվում մեզ, սիրելիներս։ Մոմերը վառվեցին։ Պատկերացնեք ժողովրդյան, ամեն րոպե ինչ-որ մի բան փոփոխություն են մտցնում, հիմա էլ վառեցին փոքր մոմերը, նայեք, աստված լավ ունի նպատակները ինչքան Ուզում եմ ամեն մի գալ ձեզ ներկայացնեմ, սիրելիներս։ Մնացածը թողնել։ Այսպես գեղեցիկ աղջիկներով թաղաքվել են պատրաստում են բոլորը ռեսկոտը սպիտակը ոնց հասկացաք։ Նոր մեկով ես գիտես ոնց եմ նկարել։
красотка Сатен. Դու գնացիր YouTube. Навсегда моя красотка. Ամեն մի անգամ է գեղեցկությունա գիտեք, չէ՞։ Սա սկսենք արդեն։ Ես մի փոքր ուզում եմ ուղղակի ներկայացնեմ տարածքը, որ հասկանանք որտեղ է, ինչպես Լիաննան ասաց արդեն, սեղանատունը ի սկզբանե հասանելիքները 1650 թվականին, հենց որպես սեղանատուն, այստեղ ճաշեց հոգևորականները, տեղում աշխատող տարածքում, հոգևորականները։ Հետագայում արդեն վերականգնվել է եւ վերականգնվել է բացառապես նույնությամբ։ Այսինքն ոչինչի ձեռք տված չի, մենք հիմա այն շրջում ենք, որը ստեղծվել է հենց 1955 թվականին։ Նախ ուսում ասեմ, որ մենք չենք օգտագործում ռեստորան բառը եւ կխնդրեմ դա ֆիքսենք, ռեստորան չենք մենք հենց սեղանատուն ենք, քանի որ այստեղ հոգևոր տարածք է եւ մենք միայն ուտելու եւ խմելու մասին չենք։ Նաեւ ակապային վերաբերում ենք որպես փոքրիկ թանգարան, որովհետեւ բացի հենց շինությունից, որը հենց 1655 թվականին է ստեղծվել, մշակութային նմուշներ, որոնք շատ կարճ ներկայացնեմ ինչ տիպի եղել է գրամեքենա եւ մայրաթվում մինչեւ հիմա կա գրադարան, որտեղ քրքեր են նվագում եւ դա միշտ է եւ այս ամենը
Ինչ է կարծում, ինչ է աչիկներ։ Սրճեր։ Հարի, սրճեր, ճիշտ է, սրճեր հա, և ես շատությունը դարձնենք այս գրամեքենա։ որոնք Ես էլ եմ սովորել։ և գրամեքենաներ շատ կան, բայց մեր միջով ենք հմարդ, որ ունենք ընդհանրապես փոքրիկ գրամեքենաների հավաքածու, բայց շատ մարդիկ կոսինքներ ինչ շատ քիչ են եղել հայական և հայերեն գրամեքենաներ և այնտեղ որ անցնենք Իսկան գեղեցիկ հայ աղջիկեր ոնց են հավատվել մի տեղում։ Մեկը մեկից գեղեցիկ։ Օգտագործել հայկական միջոցներ իրեն հայկական միջավայրում և կրել իրական հայկական զարդեր, որովհետև դրանք մեկ քայլ ավելի մեզ մոտեցնում են մեր ինքնից համար։ Շատ շնորհակալ եմ բոլորին տալի ցերեկույթ թողնելու։ Շնորհակալ ենք, ես մենք ներառենք քաղաքացիություն հայկական կողմից, սակայն վերջում այսերը կարողանան ստանալ մեր հաջորդ գործընկերը Շարեմ Այլերն է, որը նույնպես ներկայացնում է նրան։ Սպիտակ։
չունենան լուրջ կոնֆլիկտներ, երեխաները մեծանան մեր հայ ընտանիքներում, երեխաները մեծանան լիարժեք ընտանիքներում։ Բարձրացնում են բոլորի ընտանիքների ֆինանսը եւ ուզում են մեր հայ հասարակության ընտանիքի ֆինանսը սիրելիս ընտանիքներն կայուն, գեղեցիկ, մեկը մյուսին լրացնող եւ երեխաներն էլ ես համենայնպես ավանդական ընտանիքի ավելի կողմնակիցն եմ մեր արժեքներով զբաղվող։ Շնորհավոր եմ բոլորիս։ Շնորհավոր։ Եվ ուզում եմ խոսքը փոխանցել Հայ Զաքարյանին, ով մեզ հյուր է եկել եւ քանի որ օրվա խորհրդի համաձայն ունի խոսք ուզում եմ փոխանցել ձեզ։ Շատ շնորհակալություն։ Ճիշտ ասած ընտանիքի մասին ենք խոսում, բայց տղաներ չկան։ Բոլորիդ ուզում եմ նախ շնորհավորել այս կարևոր օրվա առիթով։ Ընտանիքը մեր հասարակության, մեր պետության ամենակարևոր օղակն է։ Խոսեցինք ավանդական ընտանիքի մասին, ես միշտ օգտագործում եմ քրիստոնեական ընտանիք հասկացությունը։ Երբ ասում ենք քրիստոնեական ընտանիք, նկատի ունենք տղամարդու եւ կնոջ միություն, որը հիմնված է սիրո, փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա, որտեղ խնդիրները լուծվում են ոչ թե ծեծու ջարդով, այլ իրար հետ խոսելով, հասկանալով։ Հետևաբար քրիստոնեական ընտանիքը ամենակարևոր բանն է մեր հասարակության մեջ։ Տեսեք, մեր ծիսական կյանքում առաջին ընտանիքը ստեղծվեց դրախտում եւ մեզ համար յուրաքանչյուր պսակվող զույգ դառնում է թագավոր եւ թագուհի եւ ընտանիքը փոխաբերական իմաստով նմանեցվում է դրախտի։ Եթե մենք ուզում ենք ապրել դրախտավայր Հայաստան աշխարհում, մենք ամեն մեկս պիտի ստեղծենք մեր անձնական դրախտը։ Տեսեք, անգամ Ադամը, որ ստեղծվել էր կատարյալ, իրեն մենակ էր զգում։ Եվ Աստված ստեղծեց Եվային, որը եկավ լրացնելու Ադամին։ Հետաքրքրական բան կա աստվածաբանության մեջ մարդու արարումը ավարտվում է այն ժամանակ, երբ որ Աստված ստեղծում է կնոջը։ Գիտեք ինչ է ասել Նարեկացին տղամարդու եւ կնոջ սիրո մասին։ Երկերկոցի մեկնության մեջ ասում է, որ ես գրաբար ասեմ, հետո աշխարհաբար։ Ասում է չի երկրի պատվականագույն առավել, քան սեր առն եւ կնոջին։ Այսինքն այս երկրի վրա ավելի պատվական բան չկա, քան տղամարդու եւ կնոջ սերը։ Ես ամենքիդ մաղթում եմ, որ սիրեք եւ սիրված լինեք, որ ձեր կողքին միշտ լինեն ուժեղ, ամուր, ձեզ սիրող, ձեր փայփայող ամուսիններ, եւ դուք ձեր խորագիտությամբ, ձեր իմաստությամբ կարողանաք իսկապես ձեր ընտանեկան օջախը, ձեր ընտանեկան հարկը դարձնել սիրո միջավայր։ Գիտեք, այսօրվա աշխարհը շատ է փոխվել։ Ես 3 առավոտյան եմ վերադարձել Ամերիկայից, որտեղ գնացել էի մեկ ժողովի մասնակցելու եւ հետաքրքիր մոդել տեսա։ Մենք խոսում ենք արևմտյան հասարակության արժեքային համակարգի փոփոխության մասին, բայց միևնույն ժամանակ ես տեսա նաեւ բազում ամուր ընտանիքներ, մարդիկ, որոնք եկեղեցի են գալիս, որոնց համար հոգեվոր կյանքը շատ կարևոր է։ Եվ ընտանիքը նման է ինչի մի խարույկի։ Տեսեք, խարույկը միշտ որպեսի վառ մնա, ընտանիքի անդամներից մեկը պիտի փայտ նետի, չէ՞։ Պիտի նետես փայտը, որպեսի կրակը ոցավառվի։ Դա կարող է լինել մեկ դեպքում տղամարդու, մյուս դեպքում կինը, բայց շատ կարևոր է այդ կրակը վառ պահելը։ Երբեմն պետք է խոսել, երբեմն պետք է չխոսել, երբեմն պետք է զիջել, պետք է սպասել, բայց ամեն ինչ պետք է անել ընտանիքի ամրության համար։ Ես խորապես համոզված եմ, որ եթե մենք իսկապես ունենանք ճիշտ արժեքային համակարգով ընտանիքներ, մեր հասարակությունը լրիվ այլ պիտի լինի։ Եվ այստեղ շատ կարևոր դերակատարություն ունեք դուք սիրելի աննման հայրենիներ։ Դուք ձեր հմայքով, ձեր խելացիությամբ, դիվանագիտությամբ, դուք կարող եք այդ ամենը հեղաշրջել։ Կարծում եմ ձեր սխալը այն է, որ դուք փորձում եք նաև տղամարդուն տեսնել եւ մտածում եք այնպես, ինչպես որ դուք եք մտածում, բայց տղամարդիկ այլ կերպ են մտածում։ Որտեղ այդպես է ստեղծել իրենց Աստված։ Այ եթե դուք փորձեք
ձեր խորագիտությամբ առաջնորդվել, էլի ձեր ուզածով է լինելու։ Բայց շատ կարևոր է, ես մաղթում եմ, որ իսկապես դուք ձեր ընտանիքներում երջանիկ լինեք։ Տեսեք, մարդիկ ամուսնանում են ոչ թե որովհետև կարիքը լրացել են, ծննդավայրն է, եւ մենք իբրև հոգևոր ընտանիք բոլորը Սուրբ Էջմիածնի զավակներն ենք։ Ամեն մեկս մեր ճակատին Սրբալույս Միրոնի կնիքն ունենք, որը մեզ միավորում է Հայաստանում եւ Սփյուռքում։ Այնպես որ բոլորիդ լավոր եմ մաղթում եւ իմ ցանկությունն է, որ դուք հաճախակի գաք եւ լիցքավորվեք Մայրաթոր Սուրբ Էջմիածնում, բնականաբար Ագապեում նաեւ համեղ բաներ ճաշակեք, բայց վերադառնաք Մայրաթոր Սուրբ Էջմիածնից իսկապես հոգեպես լիցքավորված։ Կապը Աստծո հետ ձեզ նաեւ հնարավորություն է տալու բացելու ձեր շնորհները եւ անպայման այդ ամենը պիտի նկատեն ձեր կողակիցները ձեզ առավել սիրելով, գնահատելով եւ արժևորելով։ Այնպես որ սիրեք եւ սիրված եղեք։ Ես ուզում եմ ասեմ անչափ շնորհակալություն թռիչքից հետո մեզ ժամանակ տրամադրելու համար եւ աղջիկներ, ձեզ եմ ուզում ասել, որ Հայր Զաքարյան այն բացառիկ հոգեվորականներից է, որ ունի նաեւ բլոգ, ոնց որ մենք բոլորս։ Եվ խնդրում եմ փորձեք հետևել, ինչի, որովհետև այնտեղ խոսվում են թեմաներ, որոնք մեզ շատ հաճախ հետաքրքրում են, եւ մենք դրանց պատասխանները չենք գտնում, կամ շատ բարդ է լինում այդ պահին հանդիպել որևէ հոգեվորականին, եւ Հայր Զաքարյանն այն բացառիկ մարդկանցից է, որ հեշտացրել է այդ գործը մեզ համար, եւ շատ պարզ եւ հեշտ լեզվով խոսում է բարդ թեմաներից իր բլոգի մեջ։ Ես կարծում եմ, որ սա շատ կարևոր ինֆորմացիա էր։ Շնորհակալություն, ընդհանրապես ժամանակակից աշխարհն է պահանջում, որպեսզի մենք կարողանանք ամենուր ներկա լինել։ Ինձ որ հարցնում են, ասում են դուք բլոգեր եք, ես ասում եմ ես սա եկեղեցու վարդապետ եմ, որը ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետում է։ Որովհետև մենք պիտի ամեն տեղ լինենք, տեսեք Քրիստոս ամեն տեղ կար, ամեն մարդու հետ էր, բայց վիրտուալ իրականությունը միջոց է մարդուն դեպի եկեղեցի բերելու։ Վիրտուալ իրականությունը այնուամենայնիվ վիրտուալ է եւ շատ կարեւոր է որ մենք կարողանանք վիրտուալը եւ իրական իրականությունները հանկարծ չառնենք իրար։ Երբեմն լինում է որ մենք վիրտուալ իրականությունը ընկալում ենք որպես ճշմարիտ իրականություն, բայց երբեմն վիրտուալ իրականության մեջ կան նաեւ շատ կեղծ բաներ։ Ես իսկապես բոլորիդ մաղթում եմ որ ձեր ստեղծած բովանդակությունը կամ այլ բառով կոնտենտը լինի իսկապես լավը, բարի, ուսուցանող, մարդկանց դրական լիցքեր համարտող։ Մենք այսօր կարիք ունենք մարդկանց ժպիտով դիմավորելու, խոսելու լավ բաների մասին։ Ես միշտ ասում եմ, երբ որ մեկը գալիս է եկեղեցի, միանգամից մեղքից եւ ապաշխարությունից մի խոսեք։ Խոսեք երջանկությունից, խոսեք կյանքից։ Ցույց տվեք, որ եկեղեցու մեջ լինելով դուք լիքը լավ բաների հետ եք հաղորդ դառնալու։ Նոր հետո իրեն որ պատրաստեք, խոսեք նաև մեղքերից, իսկայներից եւ այլն։ Եվ այս առումով շատ կարևոր է այն մարդիկ, ովքեր որ ստեղծում են ինչ-որ բովանդակություն, որ այդ բովանդակությունը իմաստ ունենա։ Այսօր հիմքում հին հայկական ավանդույթներն են ու այդ թվում նաև օրինակ այս դդումը, որի մեջ իրականում ոչ թե ղափամա է, այլ տոլմա շատ հաճախ այսպես են հենց պատրաստում մեր տատիկները եւ մենք էլ այսպեսի տարբերակ ունենք, որ կոչվում է կարծեմ ընտանեկան, եթե չեմ սխալվում, հենց տոլմա դդումի մեջ է։ Մի խոսքով դրա համար ուզում եմ ուշադրություն ձեր դարձնեինք դրա վրա, որ բոլոր ուտեստների հիմքում հայկական հին բաղադրատոմսներն են։ Շնորհակալություն, հուսամ կհավանեք։ Երեք թեմա ենք առանձնացրել եւ ճիշտ ասած ես ուզում եի գույներով քվեարկություն անենք եւ այլ, բայց այստեղ կարող ենք քիչ ենք, կարող ենք ձեռքով քվեարկություն անել, դուք ինքներդ ասեք, թե որ թեմայով եք
ուզում, որ մեր քննարկումը լինի։ Ուրեմն փոխկապյալ հարաբերություններ, որտեղ է հավաքվում փոխադարձությունը եւ սկսվում ինքնակործանումը, սա առաջին թեման է։ Դեռահասները ժամանակակից ընտանիքում, ինչպես պահպանել վստահությունն ու կապը, եւ երրորդը ինչպես չկորցնել քեզ ծնողի դերի մեջ։ Ես խնդրում եմ հիմա քվեարկեք առաջին թեմայի շուրջ, ովքեր են ցանկանում, որ ունենան քննարկում։ 1 2 Առաջին թեմայի շուրջ դեռ 2 լավ։ Դեռահասները ժամանակակից ընտանիքում ինչպես պահպանել վստահությունն ու կապը։ 1 2 3 4 5 7 8 9 10 շատ լավ եւ ինչպես չկորցնել քեզ ծնողի դերի մեջ։ 1 2 3 4 Շահեց Որիս համար, որտեղ ընտանիքում մենք ստանում ենք սեր, աջակցություն եւ շատ կարեւոր են այն ներդաշնակ հարաբերությունները, որոնք որ պիտի լինեն։ Իհարկե կխոսենք երեխաների եւ դեռահասների մասին, բայց ինձ թվում է շատ կարեւոր է ցանկացած երեխա եւ դեռահաս լինում է առողջ այն ժամանակ, երբ որ կան առողջ փոխհարաբերություններ ընտանիքում, խոսքը իհարկե զույգի մասին է։ Իսկ այդ առողջ փոխհարաբերությունները կառուցել հեշտ է, եթե կա ցանկություն եւ եթե կա աշխատանք, քանի որ ցանկացած հարաբերություն ինքը իհարկե աշխատանքի մասին է, ինքը այնքան խոսքերի մասին չի, պատկերների մասին չի, հա, այլ ներքին ցանկության ունենալ այն, ինչը մենք կփոխանցենք հետագայում մեր երեխաներին։ Երևի որ ժամանակ շատ չմատնենք, ես ունեն հարցեր մեր թեմայի շուրջ, ես կամաց մոտենամ եւ միկրոֆոնը դամ ձեր հարցը փոխանցել։ Ովքեր էին հետաքրքրված թեմայով եւ ինչ հարցեր ուներ։ Սիրելի հյուրեր, ինձանից լավ, ես նույնպես դեռահասի մամա եմ, իմ տղան 15-ից դառնում է 16, այո, մենք միացել անընդհատ հապուստից սկսած, կրթության հետ սկսած, արտաքին տեսքի հետ կապված անընդհատ ունենք ոչ թե կոնֆլիկտներ, այլ ես ասում եմ այսպես, ինքն ասում է չէ, իմը ես չգիտեմ ինչքանով եմ ինձ ճիշտ պահում, ու երբեմն ասում եմ լավարակ կրոզածով, բայց երբեմն էլ ճիշտ ասած ներվերս տեղի են տալիս, եւ դրա հետ զուգահեռ ունեմ ևս մեկ տղա, որը 10 տարեկան է դառնում եւ ինքը տեսնում է մեր այս հարաբերությունները եւ ավելի շատ դառնում է այ երբ որ մենք սկսում ենք քիչ բարձր տոներով իրար հետ խոսել, ես ավելի շատ հանգստանում նաեւ իր